Երեկո եթերում գտնված երազն է։ Այսօր խոսելու ենք մի մարդու հետ, ով աչքերը բացել է դերասանի ընտանիքում ու հետո ստեղծել դերասանի իր ընտանիքը։ Հեռուստաէկրանից ծանոթ ու սիրված դերասան Տիգրան Ներսիսյանն է իմ այսօրվա հյուրը։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Ուշացումով իհարկե, բայց շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ, մեկ ամիս առաջ չէ, տեղի ունեցավ։ Այո, շնորհակալություն առաջին հերթին, այո, պրեմիերան եղավ 100 տարի անց Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա, ներկայացումը արդեն 6-7 անգամ խաղացել ենք ներկայացումը եւ հրաշալի է ընդունել հանդիսատեսը, որի համար շատ ուրախ ենք։ Հիանալի է, իսկ սպասիր ինձ նախագծում շատ մարդկանց գտակ վերջերս։ Բավականին, որովհետև մարդիկ ցավոք սրտի իրար կորցնում են տարիների ընթացքում, հետո գտնում են իրար եւ հրաշալի է, որ մենք ներկա ենք գտնվում այդ պահերին, այդ իրենց համար թանկ պահերին, գեղեցիկ պահերին, իրենց կյանքում եւ հիշվող իսկապես շատ հուզիչ է եւ երբ տեսնում ես ինչպես են մարդիկ հուզում, դա ճակատագրեր են, դա մարդկային կյանքի հետ կապված իրենց կենսագրությունն է իրենց, որը որ շատ հուզիչ է եւ մենք պահեր են լինում, ես էլ Աննան էլ, որ չեն կարող զսպել նույնիսկ մեր արցունքները, երբ տեսնում ենք թե ինչպես են մարդիկ երջանկանում այդ պահի տակ, այդ վարքյանին, որովհետեւ ամենը կատարվում է հենց այդտեղ այդ պահին, այդ վարքյանին ոչ մի բան հորինված չէ, ոչ մի բան սարքված չէ, մարդիկ այդ պահին, այդ վարքյանին, ասենք 30 տարի չեն տեսել իրար, կորցրել են իրար եւ իրար գտնում են հենց այդ պահին, այդ վարքյանին, սա հիասքանչ է, ուղղակի հրճվում ես, երբ տեսնում ես մարդկանց երջանիկ։ Դուք ամեն շաբաթ անդրադառնում եք այդ մարդկանց կենսագրությանը, ճակատագրերին, բայց այսօր մենք ենք անդրադառնալու ձեր կենսագրությանն ու ճակատագրին եւ եթե պատրաստ եք, սկսենք։ Իհարկե պատրաստ եմ։ Առաջին դերը 9 տարեկանում խաղաց Սունդուկյանի բեմում։ Պրեմիերայից հետո հոր Բաբկեն Ներսիսյանի սենյակում էին հոր գործընկերներն ու շնորհավորում տղային։ Ու մինչև Տիգրանը կհասցներ մտածել առաջին հաջողության մասին, հայրը սաստեց։ Նա մեծ բան չի արել, շնորհավորելու առիթ չկա, այդպես էր միշտ։ Ինչ անում էր, հայրը երբեք գովեստի խոսքեր չէր շռայլում։ Այստեղ մասնագիտականը ամբողջ թատերական արվեստի հետ կապված, ամբողջ Բաբկեն Պավլովիչինն է, այստեղ Բաբկեն Պավլովիչի իրերն են։ Տիգրանի համար կարդալն էր կարևոր, իսկ սովորելը փոխարինում էր տղայական չարաճճիություններով եւ ուսուցիչներին հունից հանելով։ Քիմիայի ուսուցչուհին համոզված էր, լուրջ մարդ չի դառնա։ Մասնագիտության ընտրելիս էլ հոր օգնության հույսն էլ չուներ։ Բաբկեն Ներսիսյանի գրադարանում ինքնուրույն կողմնորոշվեց, ինքնուրույն պարապեց, թատերական ինստիտուտի ընդունելության քննությունների միայն նախորդ օրը հայրը կանչեց ու ասաց. «Ցույց տուր»։ Նայեց, լսեց եւ ասաց. «Վաղը ինձ կխայտառակես»։ Բայց այդ մայրացուն ու բոլոր մնացածները միասին առածքում մեկ մազը չեն արժեր։ Բեմում ամեն ինչ պետք է հստակ լինի ու ճիշտ։ Այստեղ Տիգրան Ներսիսյանը շատ պահանջկոտ է, իսկ տանը ոչ։ Շատ խելոք է ուտում, վիրավորումը չափազանց, երբ հնդկաց ձավար է պատրաստված տանը, որտեղ ատում է ուտելիքը եւ որպես անձնական վիրավորանք է ընդունում, այսինքն չես հարգել իրեն, որովհետեւ պատրաստել ես այն, ինչ ինքը տանել չի կարող։ Փոխարենը բավարարում է ընտանիքի 3 գեղեցկուհիների բոլոր պահանջները։ Միայն պետք է գրավոր ներկայացնեն։ Ուրեմն երկարաճիտ կոշիկ ինձ ու Անին։ Իսկ դրա համար շատ է պետք աշխատել։ Թատրոնի բեմում է, հանրային հեռուստաընկերության եթերում։ Կապի մեջ Սպասիրին ծրագրի Մոսկվայի տաղավարն է եւ մենք սկսում ենք։ Սերիալներում էլ կարելի է հանդիպել, եթե սցենարն ու աշխատանքային պայմանները բավարարում են իր պահանջներին։ Տիգրան, գնումների ցուցակը այստեղ է, կարող եք ծանոթանալ եւ անցնել գործի։ Հաղորդումից հետո։ Հրաշալի։ Արդեն ենթադրում եք ինչ է գրված լինելու։ Դե պատկերացնում եմ մոտա։ Ես Նելիի ձեռագիրը չի։ Նրա ցուցակն է։ Հա, իր գնումներ կատարեք տան համար։ Ես մտածեցի դուք ձեր ցուցակն էլ ունեք։ Ոչ, մենք ինչ գործ ունենք խառնվել ձեր ընտանեկան գնումներին։ Հա, ես շշմելու է, այո։
Շատ է թե սովորականին համաձայն։ Ասենք։ Կարող եք ընթերցել, եթե Դե հաց, լավաշ, կարմիր լոբի, կարտոֆիլ, ձու, դասատ։ սովորական։ Սա այո, սա իմ այսպես ասած միջին ցուցակն է, որը որ պարտադիր ինձ մոտ պետք է լինի, ես առանց սրա դուրս չեմ գալիս։ Եթե դուրս եկա, ուրեմն տանը քաղցած կմնան։ Պարտականությունը սա ձերն է ընտան։ Այո, պարտադիր, նույնիսկ իմ մեծ աղջիկը անին մի անգամ այդպես կատակով ասաց, որ մամ ինչ գրում ես, բերում է, որովհետև ինչ գրվեց, սա ինձ համար սրբություն է։ Ինչ որ կա, ուրեմն վերջացած է, սա պարտադիր պետք է լինի եւ այսպես կատակով ասեց մամ դե ինքը գիտես որ բերելու է պարտադիր այն ամենը ինչ որ գրված է, ուրեմն կարող ես նես մի ավելի գունեղ բան, ավելի արժեքավոր բան գրի, ասենք կահույք, ասենք էլի մեջտեղը կարտոֆիլի եւ մակարոնի մեջտեղում լինի կահույք, ասենք։ Վերջում շատ հետաքրքիր մակագրված է։ Այո։ Ինչ նշանակություն ունի կկարդակ։ Չէ, չեմ կարդա, որովհետև սա արդեն մեր այսպես ներքին կատակներն են, որոնք մենք ես ունելին իրար հետ անում ենք, ինքը ինձ, ես իրեն, սա մերն է այսպես անձնական է շատ։ Եթե դա չլինի, գնումները չեն արվում։ Չէ, կարող է նաև չլինել, ինձ պարտադիր թե ինչ պետք է ես գնեմ։ Եթե դա կա, մնացած արդեն մնացյալը համեմունքներ են, որոնք կարող են նաև չլինել։ Լավ, անդրադառնալով տեսանյութին, այ հետաքրքիր է, տղական չարաճճությունները ինչու էին անցնում սահմանները, հա։ Որովհետև ես գիտեք ինչ բակում եմ եղել, այնպես բակի տղա եմ եղել, թաղի այսպես ասած եւ իմ ընկերների, հենց իմ թաղի, բակի ընկերների հետ իմ համատեղ կյանքը ինձ համար ավելի հետաքրքիր էր, քան ասենք այդպես ինչ-որ դպրոցում, չնայած նույն դպրոցի իմ ընկերները, որոնք մինչև այսօր ես ունեմ իմ դպրոցական ընկերներին, որոնց հետ 10 տարի սովորել եմ, եւ շատ երջանիկ եմ այդ կապակցությամբ, որ մենք այսօր էլ ընկերներ ենք եւ այդ կապը կա մեր միջև, ես ընտրում էի բակը, ես ընտրում էի թաղը եւ այո դժգոհ էին ինձնից եւ իմ ուսուցիչները եւ դպրոցական այսպես ասած ամբողջ իմ այն մարդիկ, որոնք դպրոցում էին ինձ հետ եւ նույն տանը նույնպես հայրս, մայրս բոլորը դժգոհ էին ինձնից մեծ մասով, որովհետեւ ես լավը չէի, այսպես կարճ ասած։ Ձեզ գրավում էր փողոցը։ Այո, փողոցն էր գրավում, ես օրերով էի փողոցում, շատ քիչ էի տանը լինում, նույնիսկ եթե դասերից փախրում էի, իսկ դա շատ հաճախ էր լինում, ես էլի փողոցներում էի եւ այդպես դա էր ինձ գրավում ավելի։ Լավ, բայց այնուամենայնիվ թատրոնի նկատմամբ սերը կար մանկուց, ինչպես մենք արդեն հասկացանք 9 տարեկանում խաղալ ներկայացում, ձեր հայրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը թվում էր թե պետք է լիներ ձեր հենց առաջին ուսուցիչը այդ հարցում, բայց նա չգիտես ինչու չէր այսպես լրջորեն վերաբերվում ձեր նախասիրությանը կամ գուցե չէր ուզում շարունակեիք նրա մասնագիտությունը։ Դե գիտեք, ինքը ստուգում էր ես կարծում եմ, հետո ես որքանով որ հասկացա, ինքը ստուգում էր, ես կարող եմ, ընդունակ եմ, այդ ճանապարհը ինձ համար է տրված, թե ոչ, որովհետև դա շատ կարևոր է, ինքը այն կարծիքին էր, որ պարտադիր չէ, երբ արվեստագետ է հայրը կամ մայրը, պարտադիր զավակը պետք է շարունակի ճանապարհը, դա այսպես ինչ որ տրադիցիոն ընթացող դասական պարտադիր այդպիսի պայման է, ինքը չէր կիսում այդ կարծիքը, ինքը գտնում էր, որ եթե ի վերուստ տրված է, ուրեմն կարող է շարունակել եւ կարծում եմ որ ինքը դա էր ստուգում, երբ ինձ փոքր ժամանակ տանում էր թատրոն, ես մինչ խաղալսել թատրոնում էի, մեծանում են ընդհանրապես արվեստագետների, դերասանների երեխաները միշտ մեծանում են կուլիսներում, միշտ այնտեղ են, նույնիսկ հյուրախաղերին իրենց հետ են, ինչպես այսօր մեր երեխաները նաեւ դա այդպես է արվեստագետի կյանքն է եւ ինքը ստուգում էր ես կարող եմ, ես դրա համար եմ ծնված։ Վստահ եմ, որ դա դուք այսօր եք հասկանում, որովհետև ետ եք նայում եւ վերլուծում եք ամեն ինչ, բայց այդ ժամանակ ունեիք հայրական մեջքի կարիք կարծես եւ գուցե ինչ որ չափով դա չէիք ստանում, մասնագիտական առումով չէիք կոտրվում։ Իհարկե ոչ, ես ուղղակի ճիշտ եք, որովհետև ես
հետո հասկացա ինչու էր ինքը խիստ, ինչու էր ինքը դժգոհում, երբ կողքից իսկապես ինչ-ինչ գովեստի խոսքեր էին ասում, նույնիսկ այդ իմ ինչ-որ դեր երբ խաղացի, դրանից հետո էլի ներկայացա բեմում, ինքը ինձ տանում էր իր հետ շրջանները, երբ գնում էինք, նույնիսկ քաղաքում էլ, Երևանում էլ ես ելույթ եմ ունեցել մեր ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, պոեզիա եմ, կարդացել եմ պոեզիա եւ ինքը խիստ էր, շատ խիստ էր, ինքը երբեք չէր գովաբանում, ինքը գովեստի խոսքեր չէր ասում եւ ընդհանրապես ես դա չէի կարողանում հասկանալ, ինչու ուրեմն ես վատ եմ անում, ուրեմն ես արժանի չեմ գովեստի, բայց հետո հետագայում արդեն երբ արդեն այստեղի pašարը ավելի է այսպես շատանում, հասկացա, որ դա ինձ համար էր ինքը անում, դա շատ կարեւոր հանգամանք է, երբ ծնողը այսպես շատ ոգևորված չի իր զավակի Եվ դու անդադ փորձում ես ապացուցել, չէ՞ որ կարող ես Իհարկե, ապացուցել եւ բացի դրանից չկորցնել քեզ եւ այդ աստղային հիվանդությամբ չհիվանդանալ, որովհետեւ այդ տարիքում է կազմավորվում մարդը, այդ տարիքը շատ կարևոր է երեխայի կազմավորման իր աշխարհայացքի ձևավորման հարցում։ Իսկ մայրիկի վերաբերմունքը այս հարցին ինչպիսին է։ Դե մայրիկները ինչպիսին են ընդհանրապես, նա մեծ մասով պապային էր դժգոհում եւ իրեն էր մեղադրում, թե մամաները ոնց են, ինչու ես երեխայի այդպես վարվում, ինչու չես գովում, ինչ է ինքը ամենալավն է, ինքը աշխարհի ամենալավ երեխան է, ինքը իմ կողքին էր, միշտ այսպես պաշտպանում էր ինձ եւ ամեն ինչ անում էր, որ ես ավելի հեշտ կարողանամ անցնել այդ դժվարին պահերը, բայց հայրս անսասան էր, ինքը մեծ հեղինակություն էր եւ տանը նույնիսկ մայրս կամ ամբողջ Գերդաստանը մեր բարեկամները ոչ մի կերպ չէին կարող դեր խաղալ, որպեսզի ինքը փոխեր իր կարծիքը, իր սկզբունքներին դավաճաներ, չէր կարող այդպիսի բան լինել, ինքը ինքն էր։ Եթե հայրիկը փորձում էր գուցե իր թաքնված, բայց ոչ այդքան շատ ուշադրությամբ փորձել ձեզ գցել ինքնուրույն ուղու վրա, որպեսզի դուք ինքնուրույն հարթեք այդ ամենը, ապա դպրոցում ինչու լրջորեն չէին վերաբերվում ձեր մասնագիտությանը, ձեր ընտրած մասնագծի նախասիրությանը։ Չէ, իրենք լուրջ էին վերաբերում եւ պիտի ասեմ, որ դպրոցում բոլորը արդեն գիտեին իմ, այսպես ասած, ընտրած ճանապարհը եւ ուղին, ես որ ճանապարհով պետք է գնամ։ Իրենք ընդունում էին դա, իրենք նույնիսկ եկել են ներկայացումներն են, այլ ամբողջ դասարանը իմ եկել է եւ ուսուցիչները եւ իմ համադասարանցիները եկել են, տեսել են ներկայացումները եւ մեծ ոգևորությամբ են ընդունել եւ էլի այդպես ոգևորված ես հիշում եմ որ գնացի դպրոց մեկ օր հետո թե երկու օր հետո ես մտա դասարան ոտքի կանգնեցին ուսուցչի հետ ծափահարեցին ինձ նստեցի ես եւ հիշում եմ հիմա էլ կա որ նվիրեցին նաեւ գիրք որտեղ գրված է առաջին բեմական Որի՞րդ դասարանում էի 3-րդ դասարանում Թամենը 3-րդ Այո 9 տարեկան 3-րդ դասարանում եւ իրենք ոգևորված էին եւ ուրախ էին իրենք դժգոհ էին այլ բանից որ ես տարված եմ այդ ամենով եւ դպրոցում չեմ կատարում իմ պարտականությունները, այնինչ որ դպրոցում պետք է անի աշակերտը, ուսուցիչները շատ դժգոհ էին ինձ։ Բայց լինում է, չէ, այնպիսի ուսուցիչներ, որոնք ընդհակառակը հենց դա են գնահատում եւ տեսնում են այդ ջիղը երեխաների մեջ եւ փորձում են նույնիսկ զարգացնել, խրախուսել։ Այո, այդ գնահատողները հենց ուսուցիչների մեջ ուղղակի երբ ես չափը անցնում էի եւ նույն իմ դասերին հավուր պատշաճի պատրաստ չէի լինում կամ բացակայում էի շատ անգամներ կամ նույնիսկ այդ փախնելներ, դե բոլոր ուսուցիչները գիտեն, չէ՞ որ ով է փախնում դասից, ով է փախչող, ով ոչ։ Եվ իրենք այդ ամենը ընդունում էին եւ ընկալում էին շատ այսպես սուր։ Եվ պիտի ասեմ, որ ամեն ինչ անում էին նաեւ, որպեսզի եւ մայրս եւ ուսուցիչները նաեւ մորս խնդրանքով, որպեսզի դրա մասին չիմանա հայրս։ Որտեւ երբ հայրս իհարկե թաքցնում էին եւ երևի հայրս կարծում էր, որ ես այդպես շատ լավ սովորում եմ եւ պարտաճանաչ եմ եւ ամեն ինչ անում եմ այնպես ինչպես պետք է թաքցնում էին իրենից որովհետեւ հայրս ռեակցիան շատ կարող էր սուր լինել
Վստահ եմ, որ այս պահին ձեր ռեակցիան էլ կարող է շատ սուր լինել, որովհետև այս պահին մեր տաղավարում կհայտնվի մի կին, որը, այո, հենց այն ժամանակ եղել է ձեր ուսմասվարը եւ հետեւել է այն ամենին, ինչ դուք արել եք։ 114 դպրոցի սիրված ուսուցիչ Տիկին Պողոսյանը, Ջուլիա Պողոսյանն է այս պահին մեր տաղավարում, եկեք հրավիրենք նրան այստեղ։ Իմ շատ անչափ սիրելի, համեցեք Տիկին Պողոսյան, նա նաեւ եղել է իմ ուսուցչուհին եւ ինձ համար էլ է շատ հուզիչ այս պահը, որ տարիներ անց մի մարդ, ով իսկապես առանց Տիկին Պողոսյանի 114 դպրոց ուղղակի կարծում եմ չեք կարող պատկերացնել։ Բարև ձեզ։ Համեցեք Տիկին Պողոսյան։ Իմ ամենասիրելի աշակերտներն եմ։ Բայց ինչպես եմ հուզված, այսպիսի անակնկալ չէի պատկերացնի։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնում եմ, շատ ուրախ եմ, դուք չեք փոխվել ընդհանրապես։ Իսկապես, ես էլ հենց տեսա Տիկին Պողոսյանին, վերջին մի քանի տարին չէի հանդիպել, բայց իսկապես հիանալի տեսք ունեք Տիկին Պողոսյան եւ ձեր եռանդը, ձեր անսպառ եռանդը եւ այն ամեն ինչ տվել եք դուք տարիներ շարունակ սերնդեսերունդ մեզ եք փոխանցել, իսկապես մեծ գնահատանքի է արժանի եւ մենք դա գնահատում ենք, հավատացած եղեք։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, Տիկին Պողոսյան, մեր հիանալի իմ, ինչպես ասեմ, ուսուցչուհի նույնիսկ չեմ կարող ասեմ, մեր ուսմասվարը շատ սիրելի, որ տարիներ շարունակ, նույնիսկ ես այնպիսի հիշողություններ են կապված, նախ պետք է ասեմ, որ իր որդու հետ ես շատ լավ ընկերներ ենք մենք, Սարիկի հետ, եւ ուղղակի վերջերս ենք հանդիպել, որովհետեւ կազմակերպեցինք մեր բոլոր ավարտած, ոչ թե միայն մեր դասարանով հավաքվեցինք, այլ հավաքվեցին այդ ԱԲԳ համադասարանցիներ բոլոր հավաքվեցինք, իսկ Սարիկը մյուս դասարանից էր, բայց մենք շատ լավ ընկերներ էինք եւ մենք հանդիպեցինք այս մի քանի օր առաջ եւ շատ լավ անցավ, շատ այսպես ոգևորիչ էր եւ շատ հուզիչ։ Տիկին Պողոսյան, այ Բաբկեն Ներսիսյանը եկել է երբևէ դպրոց։ Եկել է, բայց ոչ Տիգրանի համար, որովհետև երբ որ ես Ժենյային ասում էի, ինչու չես ասում ամուսնուդ, մայրիկին, մայրիկի հետ շատ մոտ էինք, ասում է թե ինքը մի քիչ խստաբարո է, չեմ ուզում էլի, իսկ ինքը անսահման սիրում էր Տիգրանին, նույնիսկ երբ կանչում է, ես մի դեպք պատմեմ, Տիգրանը շատ սիրում էր դասերից փախնել, անընդհատ Տիգրանին կարելի էր տեսնել միջանցքներում։ Մի անգամ դուրս եմ եկել, լռություն է դպրոցում, բոլոր աշակերտները նստած են դասանում, տեսնեմ Տիգրանը պայուսակը ձեռքը գնում է, որպեսզի դուրս գա, կանչեցի Տիգրան, չգիտեմ չլսեց, թե չլսելու տեղ դրեց, մինչև ես կհասցնեի դուրս գայի մեր առաջին հարկի միջանցքում, Գարիկ ջան, դուք կհիշեք, ապակեպատ փոքրիկ սրահ կար, ուրեմն այնտեղ ապակիները մի երկու օր առաջ չկային, նորը պիտի գցեինք, հետո նոր ապակիներ էինք գցել։ Այսա հանճարեղ պատմությունը, որովհետև բոլորը գիտեն, ես համոզված եմ, որ դուրս եկավ։ Ես ուզեցի ետևից գնալ, որ կանչեմ, ասեմ Տիգրան ուր ես գնում, մինչև կհասցնեի գնել, մի սարսափելի ապակու կոտրվելու ձայն լսեցի, ու սարսափած դուրս եկա, տեսա ապակին մաքուր, բայց ապակու վրա ուրվագծվել էր Տիգրանը։ Եվ ոչ մի բան Տիգրանին չէր եղել, երբ որ դուրս եկա, ասի երեխա, ասում եք Պողոսյան, այս ինձ փախավինք, իրան ոչ մի բան չեղավ։ Կոտրել անցել է։ Անցել է։ Հաստապակի։ Նույնիսկ պայուսակի տեղը կար ապակու վրա, որ ես Չէ, այդպես միայն ֆիլմերում էր լինում։ Մինչև հիմա զարմացած եմ ու մինչև հիմա էլ այդ մասին դպրոցում խոսում ենք Տիգրանը։ Հանուն փախչելու ինչեր եք պատրաստ։ Բայց ասեմ, ինքը շատ բարի, շատ ընկերասեր, շատ հարգանքով տղա է եղել եւ երբ որ արդեն ինքը շատ լավ դերասան էր, Լևոն Շանթի մի հին աստվածները բեմադրման ժամանակ ինքը գլխավոր դերում էր, մենք գնացինք դիտեցինք, ուզեցինք անպայման, որ մեր աշակերտները հանդիպեն Տիգրանի հետ։ Ու ես էլ էի նստած, Տիգրանի խոսքը, Տիգրանի համոզելը, պատմելը ամեն ինչ ասեմ, ով կպատկերացնի, որ Տիգրանը այսքան լավ դերասան պիտի դառնա, որ այսօր մեր բոլոր երեխաներին շատ գեղեցիկ պատմի իրեն աշխատանքի մասին։ Տիգրան լավ, իսկ դպրոցում չկար մի բան, որը ձեզ այնուամենայնիվ գրավում էր։ Աղջիկները Գուցե առանց աղջիկներն գրավում Տիգրանին։ Ամեն ինչ գիտի Տիկին Պողոսյանը։ Պողոսյանը ամեն ինչ գիտի, իհարկե։ Ես ասեմ, որ Տիկին Պողոսյանը շատ խիստ էր
բոլորի նկատմամբ դպրոցում, այո, շատ խիստ, շատ այսպես բան եւ ես երբ այդ իմ այսպես ասած չարաճճիությունները անում էի դպրոցում այդ փախնելու հետ կապված բան, ես առաջին հերթին սարսափում էի, որ չտեսնեմ Տիկին Պողոսյանին, որտեղ ինքը դռան մոտ կանգնած էր, միշտ այդ փախնելու եւ այդ օրվա այդ ապակու այդ ջարդելու պատմությունն էլ հենց դրա հետ էր կապված։ Ես ճողոպրեցի, որպեսզի չտեսնեմ Տիկին Պողոսյանին եւ այդ ապակուն ռաստեկա էլի, դա նոր էին գցել, երբ որ ապակին նոր գցում են մաքուր է, չէ՞ ինքը, չի երևում որ գցած է, որովհետեւ 3 օր առաջ չկար այդ ապակին հետ։ Եվ ես այդ ապակուց անցա ուղակի, բայց երևի այդ էր հարցը, որ ոչինչ չեղավ ինձ հետ, զարմանալի կերպով Տիկին Պողոսյանն էլ հարցնում է։ Ձեր հարցրեց տնօրենը, ինչ ա եղել, ասինքեր Կուպալյան, ապակին կոտրվեց ուղակի։ Չպատմեցի, բայց հաջորդ օրը մայրիկը եկավ։ Այսպես միշտ մեր կողքին է եղել Տիկին Պողոսյանը եւ միշտ այդ խստության հետ հանդերձ նաեւ պաշտպանել է միշտ համենայնդեպս ինձ։ Տիգրան, այսօր դուք արդեն ընտանիքի հայր եք եւ ձեր փոքրն արդեն դերասանական փորձ ունի, կարելի ասել փոքր աղջիկը, մեծ աղջիկը արդեն դասավանդում է Թատերական ինստիտուտում եւ հետաքրքիր է դուք նույն կերպ եք նրանց հետ հարաբերվում, ինչպես օրինակ ձեր ծնողներն են ձեզ հետ հարաբերվել։ Դե կարծում եմ, ես նույնպես խիստ եմ ինչ որ չափով, չնայած նրանք աղջիկներ են, աղջիկների հետ այլ կերպ է, տղայի հետ այլ կերպ, կարծում եմ։ Ես նույնպես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ ծնողը շատ է այսպես գովում իր երեխային, գովեսներով իրեն, որովհետև պարզ չի, դա պարզից էլ պարզ է, որ իմ երեխային ես պիտի գովեմ կամ իր բարեկամը պիտի գովի, ինչպես պիտի ասեմ, որ սենց թռիչք կատարելով ասեմ, որ ես չեմ սիրում, երբ ինձ դահլիճից իմ մտերիմները, իմ ընկերները կամ իմ բարեկամներն են ինձ ծաղկեփունջ տալիս, որովհետև դա հասկանալի է, չէ՞, իմ մորաքույրը ինձ պետք է ծաղիկներ տա, իմ գոլեգային չի տալու, եւ գերադասելի եւ գնահատելի է, երբ այդ ծաղկեփունջը տալիս է ուղակի հանդիսատեսը, օտար մարդը, որին դու չես ճանաչում եւ ինքը քեզ գնահատում է որպես արտիստի։ Եվ այստեղ էլ կարծում եմ, որ երեխաներին պետք է ուրիշները գովեն, ուրիշները պետք է գնահատական տան քո երեխային եւ ես նույնպես նույն Անիի հարցում իմ մեծ աղջիկա ես իրեն ասում եի դու որոշիր դու ընտրիր քո ճանապարհը եւ ինքդ տես դու ուզում ես գնալ այդ ճանապարհով ուզում ես թատերական դաշտի հետ կյանքի հետ կապել քո կենսագրությունը եւ նույնն էլ մանեին փոքրիկին ես իրենց ոչ մի արածով այդպես շատ չեմ ոգևորվում չեմ տարվում եւ հիմա կստուգ ենք Եկեք, այո, մանեին էլ կանչենք այստեղ, հրավիրենք այստեղ, այսպես 3 սերունդի ներկայացուցիչներով մի լավ զրուցենք։ Հրավիրենք այստեղ փոքրիկ մանեին։ Բարև։ Մանե, դե պատմիր, հայրիկը խիստ է։ Ոչ։ Ինչ եք անում հայրիկի հետ հիմնականում, ինչպես եք շփվում նրա հետ, ինչ ժամանակ եք անցկացնում, ինչպես։ Շատ նորմալ։ Իսկ դու էլ ես ուզում դերասանուհի դառնալ։ Ոչ։ Իսկ ինչ։ Նկարչուհի։ Նկարչուհի։ Փաստորեն հայրիկի մասնագիտությունը, մայրիկի մասնագիտությունը քեզ չի գրավել։ Ոչ։ Ինչու։ Չգիտեմ, դուրս չի գալիս։ Ուղղակի։ Տեսնեք, երեխան արդեն հասկանում է, էլի վատը լավը որն է։ Ինքը շատ լավ է նկարում, ինքը շատ է սիրում նկարել եւ տարված է նկարչությամբ, մենք էլ շատ ուրախացել ենք Տիկին Պողոսյան, որ ինքը այդպես հետո մտածում եմ ում ա քաշել մեր տեսնում եք մենք նոր խոսում ենք արդեն բնավորությամբ եւ հաստատական որոշումներով պարտադիր պետքա զավակը շարունակի չնայած էլի արվեստի մի ճյուղ է բայց միշտ մտածում եմ ում ա քաշել որովհետեւ ոչ ես ոչ Նելին մենք նկարչության գործում չկանք էլի միշտ էլ որ դպրոցում է սովոր Իսկ Խաչատուր Աբովյանի ասա Խաչատուր Աբովյանի Մանե իսկ մայրիկը հայրիկը թե քույրիկն է քո ամենալավ ընկերը Իմ ամենալավ ընկերը, համարը բոլորն էլ իմ ընկերներ։ Բայց ավելի շատ ում հետ ես կիսվում։ Մայրիկի։ Իսկ երբ են քեզ վրա բարկանում։ Իմ վրա ինքը չի զայրացնում մեզ։
շատ քիչ է պատահում դա եւ եթե լինում է շատ փոքրիկ բաներ են չի հիշվող ինքը երբեք մեզ վատ պահեր, այսինքն զայրանալու կամ ինչ որ չարաճճիություն է չի անում, ինքը շատ լավն է։ Իսկ դպրոցում օրինակելի ես, թե դու ես չարաճճիություններ անում երբեմն։ Չարաճճիություն չեմ անում։ Սիրում ես սովորել։ Եվ ինչ պատվոգիր էինք ես տվել, ես պատվոգիր։ Ինչ էր պատվոգիր։ Գովասանագիր։ Ահա, գովասանագիր։ Գովասանագիր ունի։ Ինչի համար, լավ սովորելու։ Տեսնում եք Տիկին Պողոսյան։ Արդեն հաստատ որոշել ես, որ նկարչի պետք է դառնաս։ Իսկ ցուցահանդեսդ առաջին երբ ես անելու։ Ցուցահանդեսս չգիտեմ, նախ հիմա մի հատ մրցույթ ա եղել, ես նկարել եմ եւ չգիտեմ, երևի թե ցուցահանդեսի նման բան ա լինելու։ Մրցույթը դեռ արդյունքների մասին չգիտեք։ Բայց ուզում ես հաղթես։ Շատ, դե ուրեմն հաջողություն ենք քեզ մաղթում Մանե ջան, որպեսզի հաղթես, իսկ եթե չհաղթես էլ դա կարևոր չի, իմացիր, որ ամենակարևորը որ դու արտահայտեցիր քո տպավորությունները, քո մտքերը հանձնեցիր թղթին եւ բոլորը տեսան դա։ Եվ վերջում ես կուզեմ բլից հարցեր տամ ձեզ, որպեսզի ել ավելի ամբողջական լինի մեր եւ մեր հանդիսատեսի տպավորությունը, պատկերացումը ձեր մարդ տեսակի մասին։ Պատրաստ եմ։ Որն է ձեր այն հատկանիշը, որը փայփայում եք ձեր մեջ, Տիգրան։ Պատասխանատվության զգացումը։ Դա շատ կարևոր է։ Ես դա շատ եմ իմ մեջ գնահատում, այնինչ ունեմ եւ կարծում եմ, որ դա շատ կարևոր է մարդկային նկարագրի համար, մանավանդ տղամարդու։ Եթե կյանքը նորից սկսեիք, ինչը կփոխեիք։ Կուզեի այնպիսի իրավիճակներ լինեին իմ կյանքում, որ այն բաները, որոնք որ չեմ արել, կարողանայի անել, այդպիսի իրավիճակներ լինեին, այդպես դասավորվեր իմ կյանքը, որ այն բաները, որոնք չեմ կարողացել անել կամ չեմ հասցրել անել մինչ այսօր, հնարավորություն ստեղծվեր անելու։ Իսկ ինչը միանշանակ չէիք փոխի։ Չի փոխի իմ ապրածը, այն ինչ որ ապրել եմ, իմ ընտանիքը, իմ ընկերներին, իմ ինչը որ ես ձեռք եմ բերել, որովհետև ինչպես ասում են ծնողներին չեն ձեռք բերում, ծնողները դա ճակատագիր է, ծնողը դա ի վերուստ տրված է քեզ, դու չես ընտրում։ Եվ դա աստվածային բան կա դրա մեջ, իսկ այն ինչ որ կարողացել եմ ես ընտրել, ունենալ, ստեղծել, ոչինչ չէի փոխի, ոչ իմ ընտանիքը, իմ կեսին, որը ինձ հետ է արդեն 25 տարի, ոչ իմ ընկերներին, իմ շրջապատին, այն մարդիկ, որոնք որ թանկ են ինձ համար, որոնց համար ես ապրում եմ եւ կարծում եմ, որ մի փոքրիկ ինչ-որ բան արժեմ իրենց կյանքում եւ նույնիսկ իմ ստեղծագործական կյանքում չի ուզի, որ որևէ բան փոփոխվի։ Կա մի հոգեվիճակ, որին ձգտում եք։ Ինքս ինձ հետ հաշտ լինել։ Չնայած հասկանում եմ նաեւ, որ այդտեղ կարող է կորուստներ ունենամ, որովհետև երբ ինքդ քեզ հետ հաշտ չես, երբ ինքդ քեզ հետ կռիվ ունես, այդտեղից ստեղծվում են ինչ-որ լավ բաներ, ստեղծագործողի համար, արտիստի համար շատ կարևոր է, բայց կուզեի ինքս ինձ հետ հաշտ լինել, որովհետև այնպես ինչպես ես եմ ինձ քննադատող, ես եմ ինձ նույնիսկ դա կեղեքման է հասնում, այդ աստիճանի է հասնում, որովհետև այդպիսի մարդ, այդպիսի թատերագետ կամ արվեստի կամ իմ արված գործին քննադատող, ինչպես ես ինքս ինձ չկա։ Եվ դրա համար կուզեի ինչ-որ պահեր լինեն, որ ինքս ինձ հաշտ լինեի, բողոքը ինքս իմ նկատմամբ քիչ լիներ։ Լավ, ո՞րն է ձեր գտնված երազը։ Իմ գտնված երազը իմ ընտանիքն է։ Ես երախտապարտ եմ իմ ծնողներին,
իմ հորը, իմ մորը, իրենք ինձ համար տվել են ամեն ինչ, իրենք ինձ նվիրել են իրենց ամբողջ կյանքը, ինձ ապահովել են անհոգ մանկություն, հրաշալի պահեր, երջանիկ պահեր, ես իրենց իսկապես երախտապարտ եմ, նրանք ամեն վայրկյան, ամեն օր, ամեն վայրկյան ինձ հետ են, ես մտովի իրենց հետ եմ, որովհետև հավատացեք, չկա մի վայրկյան, մի պահ նեգատիվ, մի պահ բացասական ինչ-որ բան, որ ես այսօր հիշեմ իմ մանկությունից, իմ պատանեկությունից, դա աստվածային բան է, երբ մարդը չունի վատ մի հիշելու բան, մի վայրկյան, մի դրվագ, մի փոքրիկ ինչ-որ մի իրադարձություն, ես միայն դրականն եմ հիշում, ես երջանիկ եմ ապրել, երջանիկ օրեր եմ ապրել և իմ կյանքում, երբ ես արդեն ստեղծեցի իմ ընտանիքը, ես գիտակցում էի և հասկանում էի և ուզում էի, որպեսզի ինձ ևս տրվի այդպիսի ընտանիք և ես անեմ իմ ընտանիքի համար այն ամենը, ինչ որ իմ ծնողները արեցին ինձ համար, իմ եղբոր համար, իրենց ընտանիքի համար, իրենց զավակների համար։ Իմ ընտանիքն է միանշանակ, ես երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ, այսպիսի երեխաներ ունեմ և այդպիսի կին ունեմ, մենք ներդաշնակ ենք, մենք մի ամբողջություն ենք և ես կարծում եմ, որ ես կկարողանամ ստեղծել, տալ իրենց համար այն ամենը, ինչ որ ի վերուստ իրենք պետք է ունենան։ Շնորհակալություն, այսպիսին էր Տիգրան Ներսիսյանը, անցյալում չարաճճի, այսօր արդեն շատ պատասխանատու, ինքնակնդադատ և իհարկե անչափ սիրված։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Եթերում գտնված երազներ։